Հիմա այ այսպես նայում եք ամեն ինչը մաքուր է, չի երևում ապա։ Մի հատ ես իմ կոշիկները հանեմ։ Հիմա նայեք երեխեք, մոտիկացնում եմ ձեզ եւ ես այդ կալկեղը ցույց տամ ձեզ։ Մի հատ խնդրում եմ նայեք սա։ Սա այսքան հատվածը 3 եմ արել։ Հիմա ինչ անում ձերան այդ անայտը կանգնեց ոտաբոբիկ, տեսնում եք 3-4 օր չես լվանում, այ այսպես նայեք։ Այս այդ ավազը ինչ է։ Հիմա ես սկսեմ մաքրել այն։ Հիմա գնամ մի հատ մասկա բերեմ ինձ։ Ժողովուրդ ջան, գնացինք։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս։ Ամենաուժեղը որ եկել եմ արագ ուղղակի սարոշկան փոխեցի եւ անցնենք գործի, որովհետեւ ես ուրիշ վարիանտ ունենամ հետ։ Եկեք սրանից ջուր տեսնեմ ես։ Սա թրջեմ, չեմ ուզում շատ դուշը միացնել իրան, որովհետև ասեմ ինչու, որովհետև երբ որ ես դուշը միացնում եմ, ես չեմ տեսնում այդ մաքրության ամբողջ բանը էֆիկասությունը, կեսը ֆրազա եմ խոսում, կեսը այն լավ չեմ արտնացել, գնացինք։ Սիրելիներս, ուրեմն սա է ստանում էքսպրես նետո անտիկալկեր, հենց հակակալկերն է, էլի։ Հիմա եկեք սենց անեմ, եկեք այս վերևի մասն անեմ, ամենաներքևի մասն ամենադժվարը, և գնաց։ Հանգիստ, առանց շտապել, ես ինքը ինքան շուտ է ազդում։ Տեսակ ապակին մաքրվեց, հիմա անցնեմ ամբողջ լոգասենյակը և վերջ։ Ժողովուրդ, մարդը ամեն ինչին ընդունական։ Մարդը իր մորֆոլոգիան հարմարացնում է ամեն տեղ։ Ուրեմն նախ ես բարձրահասակ եմ բավականին, նրանք ովքեր չեն ճանաչում ինձ, իմ հասակն է 1.83 Եվ ես բասկետբոլիստու եմ եղել երեխեք ջան, բայց տանոթնակները, որ ստեղ մի տեղ կա չմաքրվեց, հիմա ես միած սպասեմ թող լավ չորանա, այն մնացած մասն են անում, որովհետև այս տակի մասը չմաքրվեց։ Հիմա ինչ է անում մարդը։ Մարդը ինքը, ինչ ասեմ, միացած ճկում պլաստիլինը։ Այ այստեղը պահպան, այ այստեղ արվաշի, մեկը գիտեք, որտեղ մի վարկյան ակնոսները սամեն, որտեղ ասեմ դեզ ես ակնոսների լավը և վատը, երբ որ նա պրոգրեսիվ է, գլուխը պտտվում է, չնայած դա գալիս է նաև հողնաշարի պրոբլեմից, ակնոզից, բայց ակնոսները չի օգնում, էլի։ Իմ համար դժվար է այդ կրանալու մոմենտը կապված բասկետբոլի հետևանքների հետ, չեմ ուզում խորանալ, և ընդհանրապես տարիքնի գործնանումը, արտրոզը, այդ ամբողջ այդ հարվածներն էլ հետը, մտածեցի ինչ հա, վերցեցի այս սպիրալը, կախարդական սպիրալը, և ոտքով ամբողջը մաքրել եմ, տեսնում եք, ամեն մեկս մեր օրգանիզմի, մեր մորֆոլոգիային համապատասխան, աշխատում ենք և այն հարմարացնում։ Բայց բավականին քամի, մաման եկել ասում, այ ամեն, ես ինչ քամի ասեցի, աղա որ անկար դուրս չգաս։ Եթե մի քիչ նիհար լինեց,
չի կտանում։ Տեսնում եք տարբերությունը Նիհարի և Չաղգերի, մի քիչ պլոտնի էլի, չասենք էլ, որտեղ ֆրանսիացիներն այդ բառը չեն սիրում, ասենք բան, femme forte, ուժեղ կին։ Իրար շամպունների արժուր դաժու-բաժն անում, ոնց մենք ենք ասում, դաժու-բաժն։ Սիրգեյ Սիրգեյևիչի օճառը, նենք այստեղ, եկ սենց անենք երեխեք ջան։ Մեկնեմ սա տեղանվել։ Եղավ, հողոջում։ Ունեցնի հատը։ Այդ ինչ էր պարսիրանից։ Սա էլ այստեղ։ Այդ վերևի մասից ես մնակ շամպուն, իմ շամպունը։ Եկեք իմ շամպունը, բնեք այ այստեղ, նո։ Իմն էլ բնենք այստեղ տեղավորվեց, որ շատ չխեղտվի։ Վոլա, գնացինք։ Սա, Սիրգեյին, աղժիլը, նրանք ովքեր ունեն պրոբլեմ ծնկերի, ունեն պրոբլեմ արտիկուլյացիայի, շատ աղուքնում աղժիլը վեղտը, խանութներում կա, հենց պատրաստի արդեն ցեխով, այդ ջրով բացած վիճակում, քսում եք, ենքան եք թողնում մինչև չորանա, և վերջ, դա տեսեք լավ սենց մոտիկից ցույց տամ։ Voilà, pâte prête à l'emploi, այսինքն ինք արդեն պատրաստ է, աղժիլը վեղտը։ Ապեզը, սուլաժը, հանգստացնում է, ցավը և լրիվ 99.5 d'origine naturelle, type de peau, բոլոր մաշկերի համար։ Ուրեմն նրանք ովքեր հաճախակի, սա էլ ասեմ էլի, ունենում են պրոբլեմ քթի ծաղրին է գալի, սա եք գնում երեխեք, մի հատ դնում եք քթի մեջ, ունեցեք տանը երեխաների համար, դնում եք անմիջապես, ինքը ուռում է ու կանգնացնում արյունը, սա էլ ունեցեք։ Դարակները դասավորվեց, սա ևս դասավորվեց սիրելիներս, ինձ գիտեք ինչ է, ինձ պետք է սա տեղավորեմ։ Սա հիմնականում կրեմային, լամի է տանում չա, սա գիտեք ինչա երեխեք, որ հանկարծակի ունենում եք բաներ, այդ անուն ինչա, սպիներ, որ ասենք ճաղել եք կամ վառել եք կամ բան, էսի կսում եք, որ սպի չմնա։ Սա էլ վերևի դարակ։ Լոգասենյակի մաքրությունը, սա այսպես, սա այսպես, հիմա մենք այս կողմեն մաքրեմ, լվացքը տանեմ, մի քիչ լվացքը հավաքեմ, դա են հավաքեմ,
Կողմը մաքրվեց։ Կես ժամ ընդմիջումից հետո, կես ժամ է չէ։ Ասում որ հեռախոսը զանգում է, վիդեոյով որ սկսում ենք խոսալ, դա գալիս եմ։ Մոռանում ես, ոստեղ գործ դյամ ես։ Պետը տակ սիրելիներս, ավարտվեց։ Մոտիվացիա համար երկրորդ։ Եկեք մի հատ անկետա լրացնենք։ Հələ մի հատ ինձ ասեք, տեսնեմ, ձեր տղամարդիկ են այսպես դռները բացած թողնում, ասենք բան են վերցնում, դուրը բաց։ Փակել չկա, աբսոլյուտ만 չկա փակել։ Վայ Սերժ, Սերգեյ Սերգեյևիչ, меняет профессию։ Նասկիները, նանձիները, աշխատանքային դարակն է իմ ամուսնու, լուսնանջատենք, քանի որ փեղկերը փակել է, առողջության տան կնոջ մոտիվացիան։ Այս մի սենյակն էլ դասավորվեց, այստեղ ինչ որ նասկու հատ բան եմ տեսնում, մի լուբլու, իմպերֆեկսիոն է։ Որոշել էի անկողինը փոխեմ, քանի որ սա հյուրերի սենյակն է և ամեն անգամ երբ որ տունս մարդ է գալիս, անկողինը փոխում եմ, բայց հետո մտածեցի, բայց ինչու փոխեմ, եթե կարող եմ վերջին րոպեին և ավելի մաքուր լինի։ Դրա համար Տիրանայի տշկան հիմա ուղղակի բաց գույնի բակրվալն եմ գցում վրան։ Սիրելիներս, ավարտվեց այս սենյակը, եվս հիմա անցնեմ իմ ամենակարևորը մակիաժի դարակներին։ Ժողովուրդյան մաքրելու ժամանակ ասեցի ասեմ էլ, նրանք ովքեր ունեն, ինչ ասեմ, շատ նուրբ զգայուն մաշկ և ինքը սկսում է չորանալ, պոսանսիբլս էր, վիզաժ է քող, և դեմքը, և ամբողջ մարմնով դուք կարող եք այս կաթը հիդրատան, այսինքն ինքը ինչ է անում, սնուցող կաթա, ավենի լե հիդրատան, նենց որ կարող եք օգտագործել ամբողջությամբ, ես սկսեցի իմ ոտներին, ձեռքերին և շատ լավն է, ասեմ դες չի կպնում կլեի պես դնեմ այստեղ, որպեսզի ես այն օգտագործեմ։ Մի բարկյան փակեմ, ընենց ուժեղ քամի, որ, ես ասում ինչի կծեց, դրսի վազը կծեց, ուրեմն պատում, կաղոս է ինձ այգել, նոն չէ, իմ բաններ էտ, իմ հավակացուի վարորդն էր, ճիշտն ասած ես մտածեցի, թե իմ հավակացուն բերել են արդեն, բայց տեսել եմ, որ այսօր չի գարում, ուրեմն երեխեք, մի բան ասեմ, ինչ է պատուանը բացել։ Գնացի կողքի սենյակն ու հավաք եմ դասավորել, տեսակ և ասեցին մի 6 տորվա է գնացի, ասի տակացնեմ, Սերժը շատ ասիգում, տակացնեմ և ինչ եղավ այն վարմել, կանջակ չվարվել, որ մի քիչ կպարի կպել է տակը, դետա
եկա բրը անիչապես եկա։ Երեցի ջրիտա, հիմա ջրիտա հացած ոնց է, ինչ ճայքի մեջ է։ Լավա մաման տակը տերև է դնում։ Դե չէ, այդ 8 տորվար։ Նարինջը, հեսա լվանամ, էսա պետք է գնա հյութ սարքելու, սա վերջին նարինջն է։ Եվ խնձորը հանեցի, որովհետեւ Սերժի համար պատրաստել այն խմորեղենի շատ էր հավանել։ Ես նայում եմ իմ միկրոոնդի վրա, ահա որ լաքաներ եմ տեսնում։ Դա էլ մաքրեմ, սիրելիներս, որովհետեւ այս մատների տեղը, այս մատների տեղը, միակ բանը, որ ես սխալվեցի, այս միկրոոնդի գույնն է, որը որ իմ հոգեկանը խանգարվում է, որ հայերի լինի, անընդհատ պիտի մաքրես։ Այսպես մաքրած է, հիմա ինչ անում ձերանայդ, եկեք անջատեմ, ավարտեցի, մնում է իմ ննջասենյակը մեր և վերջ, ու մի հատ էլ մաքրեմ զալը և այլն, գնացիք։ Եկանք ամենամոտիվացնող սենյակը, որովհետև այս սենյակը, սիրելիներս, բավականին, սա ոնց իմ պահեստասենյակն է, ես սա պետք է գիտեք ինչ անեմ, տանեմ դնեմ դուրսը, որ Սերժը սա տանի վարի, կամ դնեմ գարաժը, որ վարի սա։ Սա այսպես, ասեմ, որ սա իրավարվող, որը որ թուղթ է, դնեմ ящիկի մեջ, կարողկանի մեջ։ Հարթուկի սեղանը կտրում եմ, հիմա պիտի հարթուկի սեղանի շորը ամրացնեմ, որացել էի ամենակարևորը։ Գնում եմ այն մի սենյակը, մոռանում եմ, որ ես ուրիշ սենյակ գոյություն ունի։ Հիմա ինչ անում ձեր աննայիդուչկոն։ Հարթուկի չխորը, քանի որ ես դվայնոր եմ անում, բերենք այն անենք հենց հիմա, տեղում, ուրա պատյաշկաներս։ Պատյաշկաները և ես չխոլը գնել եմ Ամազոնից, նրանք ովքեր կցանկանան ֆիրման Ryan, պատյաշկաներն էլ է շատ հարմար, բայց ես 3 հատ, 4 հատը չէ, հիմա գիտեք ինչ եմ անում, որպեսզի ձեր Անահիտը մի վարկյան սպասեք հեռու դնեմ և աշխատենք միասին սիրելիներս, աշխատենք, ես այդ տակիչ խոդնել եմ գնել Ryan, դրա տակից իրանն է ֆաբրիկացիային, բայց դա շատ, ոնց որ ինչ ասեմ, վրեն ոչ իման չլինի, դա Կարլայի համար եմ գնել սրանից, ասում է, վայ Անահիտ ինչ լավ, ասում է, բաներ, լավ, այն նրա վրա, որ մի օր գնացել է, ասեցի, մի հատ շոր հարթուկեցի, խայտարակություն, ոնց որ տախտակի վրա հարթուկես, հիմա սա մի հատ պնդացնենք, Պատյաշկաները շատ հարմար է, բայց սա, որ պնդացնում եք, սա էլ արդեն հարմարվում, բայց պատյաշկաներն ավելի հեշտացնում են ձեր գործը։ Հիմա գիտեք ինչ անում ձեր Անահիտը, որպեսզի շատ չկռանա, եկեք ձեր բանը, ոչ, վերնաշապիկս փոխեցի, որովհետև բավականին կեղտոտվել էր վրա։ Պատյաշկաները, պապիկի պատյաշկաներ են սրանք, հիմա։ Բանը ձգվեց, մաքուր և գեղեցիկ, ահա, ասեք ձեր Անահիտը շատ բազմակողմանի զարգացած կին է, սա էլ եմ ես հայտնաբերել և իմ քույրերը բոլորը գնեցին, ֆիրման շատ լավն է, Ryan, Ամազոնից եմ գնել, նրանք ովքեր ունեն Ամազոն, գնեք, իհարկե կան շատերը, որոնք հարթուկ չեն անում, բայց ես
Անգամ ջինսի ստաբատները մարդիկ ասում են հարթուքում ես, այո, բոլոր։ Սիրելիներս դուրս եկա գնում եմ տեղ, արագ վազում է արագ, ահա որ քամի է մեր մոտ, ես մենակ ձեզ մի բան կարող եմ ասել, ավելավ անձրև գա, քան այս քամիները, բայց ես մոռացել եմ, որ ես այսօր պետք է ստանամ պատվերները, բոթասներ եմ պատվիրել, ասեցի ձեզ արդեն, բայց այդ աղջիկը ինչ ճանաչում է, իմ հեռախոսի համարը գիտի, կզանգի ես իմ կոդը, համար կա, կոդ եմ ստացել, որ ըստ դրա կասեմ թող դնի այդ դրանդեմը Սերժը կհանի կամ մամային կասեմ գա դուրը բացի վերցնի այդ կոշիկները, հետո արդեն ցույց կտամ երեխեք ջան ձեզ, ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր գեղեցիկ հրաշալի բառերի համար եւ նաեւ շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր դեռ գրանցվում են եւ գրանցվում են։ Շատ մերսի, որ դուք ինձ հավանում եք եւ գրանցում եք Անահիտի ալիքին, հավանում եք Անահիտի մարդ տեսակը։ Դե ինչ սիրելիներս, հասա, գնացինք։ Ժողովուրդ ջան եկա, գործողությունները կատարված են, մեր մոտ ժամը 4:20 է եւ ես արդեն արագ գնում եմ տուն, որովհետեւ ժամը ես մեսաժ ստացա նոր, որ ինձ պետք է, սրանք են ոնց որ, ինձ պետք է պատվերներս բերեն այսօր ժամը 4:30-ից 5:30, բայց քանի որ մայրիկը իր կողմն է եւ չի լսում, թեկուզ զանգել տան, իրանց կոդ է պետք, ինձ կոդն ուղարկել են, որ ես այդ կոդը տամ իրենց, որ կոշիկները ստանամ էլի, բոթասները։ Հիմա գնամ արագ տուն, մնացել եմ ինձ 4-5 րոպեից հասնում եմ, գնամ տուն եւ ռեսեպսիոնե անեմ, այսինքն վերցնեմ դա, էլի այդ պատվերը, ոնց որ այս կամիոնն է, գիտեք, երեխեք, այդ իմ պատվերը ձայն շուտ հասնեմ։ Ոչինչ, կասեմ 2 րոպե սպասեք, գալիս եմ։ Ժողովուրդ ջան, ձեր Անահիտը եկա, որ իր համար պատրաստի թեյ, դիզան։ Դիզանը Ֆրանսիայում գիտեք որն է, դիզանը բաներն է, այդ խոտաբույսեր էլի, ոնց որ ոչ թե չայ, ասենք տարբեր տեսակի, եւ հանկարծակի ես հիշեցի, որ երեք որ գնացել էինք Սերժի ընկերոջի, որ Սերժն օգնում է, ասեց ես քո պատրաստած խմորեղենը կեր այնքան համով էր, եւ ես անմիջապես հիշեցի, ասեցի թե լավ Սերժը վաղը գնալու է, խմորեղեն սարքեմ եւ կոկիզներ արեցի շոկոլադային։ Մեր մոտ ժամը 9-ն է, ով կարա դες բանան, մենակ ձեր Անահիտը։ Եկել էի չայ խմել երեխեք ջան, այսինքն թեյ պատրաստելու եւ լրիվ հավաքեցի, մեքենան պտտացրեցի, ասեցի այ մարդ, մինչև մեքենան պտտվի, ես մի հատ տերմոմիքսով ֆրացնեմ։ Ուրեմն երեխեք, այս կոկիզները շատ հեշտ խմորեղեն է, ձեռքով առանց միքսերի, առանց որից է մի չոր բանի օգնության դուք կարող եք անել պիսոշտի խմորն, դուք բոլորդ գիտեք այդ բաղադրատոմսը եւ ամենակարևորը ոչ պետքա որ sense կլորացնեք, բայց sense հանում եք թղ տեսնում եք այ sense առանց ֆորմայի դες դնում եք եւ վերջ 10 րոպեից հետո պատրաստ է հիմա սա թող լինի վախենում եմ գրամ նստեմ Serge c'était bon Սերժը մի հատը կիրավ, ասեց շատ համեղ, և դա իմ համար շատ կարևոր գնահատական էր, ամուսուս գնահատականը։ Կանչեցի ասեցի, որ առավոտյան ես քնած կլինեմ, ինքը շուտ արժնանում։ Կդնես ես ամանի մեջ, այսպես լրիվ սենց կշարես, կտանես։ Այդպիսի բաներ սիրելիներս, բաժաղաստ, ես էլ ձեր Անահիտը մի հատ բաժակը ես հանեմ, իմ բաժակը, որն է, իմ սիրած բաժակը սա է, ես ես ամբողջ օրը բժժած վիճակի մեջ եմ եղել, ցտում այս քամիներից է, մեր վառարանը վառվում է, մեր երեկոն, Սերժը փեղկերը փակել է արդեն և նայում է ֆիլմ, քեզ կջուղի գաղդը Սերժ? Tu sais pas encore, չգիտի հələ ինչ անեմ Սերժ։ Դե ինչ սիրելիներս, այս փոքրիկ տաքուկ բլոգը մոտեցավ իր ավարտին։ Բլոգ, որտեղ կար մոտիվացիա, որտեղ կար էներգիա, որտեղ կար դրական էներգիա։ Եվ այս ամենը ձեր համար, որպեսզի դուք էլ մոտիվացվեք եւ ստանաք պոզիտիվ էներգիա։
Դե ինչ սիրելիներս, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ հրաշալի օր, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասեմ, պակա, պակա։